Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, Կենտրոն հեռուստաընկերության եթերում կրկին իմ հեղինակային հանդիպումն է եւ այսօր իմ հյուրն է Կարեն Քոչարյանը, քաղաքական վերլուծաբան։ Շնորհակալություն Կարեն Քոչարյան, իմ հրավերը ընդունելու համար։ Կարեն Քոչարյան, հրավերքի համար։ Վերջին շաբաթների ընթացքում մենք տեսնում ենք, որ հանրապետությունում տեղի ունենում տարբեր գործընթացներ, բնականաբար կիզակետում Գյումրի նախընտրական ավականու ընտրության քարոզչական գործընթացն է եւ առաջիկա Կիրակի օրը տեղի կունենան այդ ընտրությունները, քիչ հետո կանդրադառնանք։ Ազգային ժողովը վավերացրեց երկրորդ ընթերցմամբ Հայաստան Եվրամիության այս պայմանագիրը, որը այսպես կոչված ոչ թե բնականաբար գնում են դեպի Եվրոպա, այլ մեկնարկն են տալիս, հա։ Ինչի մեկնարկն են տալիս։ Դեպի Եվրոպա գնալու կանդրադառնանք, հետ հələ քննարկենք իրենց մեկնաբանությամբ։ Մենք տեսնում ենք Թուրքիայում ինչ գործընթացներ են տեղի ունենում, հա։ Շատ այսպիսի գործընթացներ կան, երևի թե մենք սկսենք Գյումրիից եւ հետո կանդրադառնանք նաեւ մյուս հարցերին։ Պարոն Քոչարյան, ոնց որ թե տեսնում ենք մի ձևի ոնց որ չնսեմացնելով փառաքարի ավականու ընտրությունները, այնուամենայնիվ ոնց որ ամբողջ հանրապետության ուշադրությունը, ժողովրդի ուշադրությունը կենտրոնացած է Գյումրիի գործընթացներին, մեկը մի քիչ ակտիվ քարոզություն է անում, ասում են սրա տոկոսները այսքան է, նորից է մյուսը անում, հետ են գնում, ասում են չէ այսքան է, եւ զերծ չմնացին նաեւ փոխադարձ վիրավորանքներից, փոխադարձ այսպես կոչված մանր-մունր բացահայտումներից։ Այնուամենայնիվ խնդրեմ ձեր կարծիքը, թե որտեղ մի կողմից դա համայնքի ընտրություն է, մյուս կողմից մենք տեսնում ենք, որ բավականին քաղաքականացված է եւ միգուցե ինչ է կարծում, մարդիկ հույս են կապում, թե եթե այ Գյումրիում գործընթացները այսպես գնան, արդյունքները այսպես լինի, միգուցե դա նաեւ հիմք է հետագայում հանրապետությունում այլ սցենարով առաջ շարժվելու։ Խնդրեմ։ Դե նախ Գյումրին պարզապես համայնք չէ, այնուամենայնիվ դա հանրապետության երկրորդ քաղաքն է, բավականին մեծ քանակությամբ բնակչությամբ։ Այո։ Երկրորդը այո, ու վաղուց արդեն այդ քաղաքների ընտրությունները քաղաքական են, ավականու ընտրությունները երև սկզբից Երևանում էր, հետո արդեն նաև Գյումրիում, Վանաձորում, մեծ քաղաքներում բոլորը ավականու ընտրություններ է, մեծ համայնքներում, թե հիմա արդեն ամեն տեղ, եթե չեմ շփոթվում։ Եթե չեմ սխալվում, բնակչության թվականակից է, այսպես ցուցակներով, ահա։ Բարի, ես էլ մինչև վերջ չեմ տիրապետում, բայց գիտեմ, որ այո, մեծ համայնքներում այսպես թե այնպես քաղաքական են, որովհետև կուսակցություններն են մասնակցում, անհատներ չեն մասնակցում։ Գյումրի գործոնը իրոք ես չեմ բացառում, որ կարող է դառնալ կանխորոշիչ, ոչ թե նրա համար, որ այն երկրորդ քաղաքն է, ոչ թե նրա համար, որ օրինակ ասում են դե Նիկոլ Փաշինյանը այնտեղից է սկսել քայլել, դե այնտեղից էլ սիմվոլիկաներին մի կողմ դնենք։ Պարզապես աշխարհում տեղի ունեցող process-ները այսօր այնպիսին են, որը ամենևին այսպես մեղմ ասած, որևէ լուսավոր բան այս իշխանությունների համար չեն խոստանում։ Բոլոր տեղերը մենք տեսանք, հա, հանդիպումը այսպես կոչված Ամերիկայի փոխնախագահի հետ հայտնի նկարը անձեռոցիկների ֆոնին, Փարիզ մեկնելը, հետ գալը, Մոսկվայի հետ այս ռևերսները նորից վերադարձ դեպի Ռուսաստան, թեև այսօր ընդունեցին, այո, այդ բանը, բայց դե բոլորս հասկանում ենք, որ սա ընդամենը ինչ որ հերթական թոս փչոցին է, որովհետև չի լինում այդպես, ինչն են սկսում։ Եթե անգամ որևէ, եթե Ֆրանսիան թեև ներողություն են խնդրել, բայց Ֆրանսիայում ցույց են տալի քարտեզ, որտեղ Հայաստան չկա անգամ։ Հայտարարություն։ Այդ Եվրոպան չի սպասում, թե որևէ ազդակ չի եղել։ Էլ չեմ ասում հայտնի բան է, որ եթե չեմ շոթվում 88 թե 89 թվականից Թուրքիան ուզում է մտնել դառնալ Եվրամիության անդամ, այդ խոսակցությունը կա այդ թվերից սկսած, ինչ որ պահերի շատ թեժացել է, արդեն կարծեք թե մոտ է եղել, բայց բնականաբար նրան ոչ ոք այդպես էլ չթողեց մտնի Եվրամիություն, վերջի վերջո եթե թողնեն, ենթադրենք թողեցին։ Հա դուք ինձանից շատ ավելի լավ գիտեք,
թե ինչ պայմանների պետք է համապատասխանի Հայաստանը, ոչ միայն քաղաքական կամ մարդու իրավունքների, այլ խոսքը հələ որ տնտեսականի մասին է։ Եվ ինչ ահռելի գումարներ են պետք, որպեսզի այսօրվա Հայաստանը սկսի համապատասխանել այն պայմաններին, որը բավարարում է Եվրամիության անդամ դառնալու համար։ Քոչարյան, ներողություն, այսինքն այս հեքիաթները հասկանալի է։ Այսինքն հիմա նույնիսկ հաշվի առնելով Միացյալ Նահանգներում ստեղծված իրավիճակը Տրամպի գալուց հետո արդեն Եվրոպան էլ իր անվտանգության բարձիկներն է փորձում ստեղծել, ռազմական ծախսերն են ավելացում։ Հələ պարզ չի թե Եվրոպան ինչա դառնում եւ եթե հաշվի առնենք Հունգարիա, Սլովակիա, Ավստրիայում նույն բանն է, Գերմանիայում է փոխվում ինչ որ բաներ, հաշվի առնելով այս ամեն ինչը Իտալիա հասկանալի չի թե Եվրոպան որ Եվրոպայում ասենք մենք ասում։ Բայց եկեք հələ դրան կանդրադառնանք, ինձ էլ է հոգեհարազատ նաեւ տնտեսական ինտեգրման հարցերը հետ գալով Գյումրիին ես ոչ թե պարոն Քոչարյան ավելի շատ ակնկալում եմ թե ընտրական գործընթացը կամ քարոզությունը մենք քննարկենք ոնց որ թե մենք տեսնում ենք որ մարդիկ միգուցե ես սխալվում եմ Գյումրիում տեղի ունեցող գործընթացներով փորձում են մտովի պատկերացնել այդ ընտրություններից հետո ինչ կկատարվի հանրապետությունում, հետո եւ այդ առումով սպասում են ինչ որ բանի։ Մի կողմից կարծիք կա, որ դե իշխանությունը իր ամբողջ վարչական ռեսուրսը օգտագործելու է անպայման ինչ որ մի արդյունքի հասնի, միգուցե ոչ 50%+1, բայց այնպեսի մի բան, որ անհաղթահարելի ուժ է այս մյուս ուժերի համար, չգիտեմ ոնց։ Իսկ եթե այնուամենայնիվ այնպես լինի, ես չեմ բացառում իհարկե իշխանությունը ինչ որ տոկոս հավաքելու է կամ խփելու է։ Այո։ Բայց ես գրեթե վստահ եմ, որը փոքր չի լինելու այդ տոկոսը ըստ իս։ Գրեթե վստահ եմ, որ ահա այսպես կոչված այդ ստուգողական փաթեթը միևնույնն է չի ունենալու։ Հիմնական համաձայն եմ, բայց ես իմ հարցը վերջացնեմ, դուք շարունակեք, կիսատ մի կողմից ուրեմն իշխանության կշիռ, մյուս կողմից մի քիչ խճանկար ոչ իշխանական ուժերի, որտեղ ենթադրվում է միգուցե, որ բոլորը չեն կարող միավորվել, կազմել միասնական կոալիցիա, ընդհանրապես ենթադրություն, եւ այդ ֆավորիտ ուժերից մեկը ասեց, այ ես կմիավորվեմ նրանց հետ, ովքեր Երևանից չեն կառավարվում։ Ահա բնականաբար սա երկրորդ մոտեցումը եւ երրորդը հետընտրական է արդեն որ եթե նույնիսկ այնպես լինի որ ոչ իշխանական ուժերը փորձեն միասնական ինչ-որ մի արդյունքի գալ ուրեմն այս կամ այն կերպ նենց գործիքներ կիրառի իշխանությունը որ կամ չի կայանա կամ կհետաձգվի եւ այլ բայց միտքը ավելի շատ պարոն Քոչարյան իմ ասելս այն է որ սա ոնց որ վերջին փորձարկումն է ընդունենք 26 թվականի հերթական ընտրություններից առաջ, պայմանական, եթե արտահերթ չլինի։ Խնդրեմ։ Ну, մասշտաբի առումով ես դες հետ համաձայն եմ, որ սա իհարկե կարելի է ասել համապետական ընտրություններից առաջ փոքր մոդել է, ստուգատես է։ Այդ առումով չեմ կարող չհամաձայնվել ձեզ հետ։ Ահա բայց մյուս կողմից ոչ թե բաց, այլ շարունակելով միտքը, որ հետընտրական կարող է լինել, կարող է չլինել։ Ամեն ինչ գնում են նրան, դա կախված է նրանից, թե ինչ կանի նաև իշխանությունը։ Որովհետև այս իշխանությունը հայտարարելով իրեն ժողովրդավարության բաստիոն տեսել ենք ինչպիսի ժողովրդավարություն է ունեցել Վանաձորի ընտրություններից հետո то հենց նույն Գյումրիի որտեղ Բալասանյան դաշինքի հետ իրենք սկզբից դաշինք էին հետո ամեն ինչ արեցին որ եկան այս արտահերթ ընտրություններին Ալավերդիում ինչ ա եղել չգիտեմ Սյունիքում ինչ ա եղել Փարաքարում ինչ ա եղել եւ այդպես շարունակ Այստեղ կախված է նրանից, թե ինչ կփորձի անի իշխանությունը։ Կփորձի նորից բռնի ինչ-որ մեկին, կփորձի այդ ավականու անդամներից քաշել բերել, տեղափոխել իր մոտ կամ չեզոքացնել, որ ընդհանրապես Երևան չգա։ Կամ չեզոքացնի նոր ընտրություններ, թեև ես կարծում եմ, որ այսօրվա իշխանության իրավիճակը այնպես չի, որ հետագա ընտրությունները ավելի լավն են լինելու, որովհետև փաստը մնում է փաստ, որ օրորի այս իշխանությունը կորցնում է իր վարկանիշը, այսինքն հաջորդ ընտրությունները կարող են ավելի վատ արդյունք լինել իշխանությունների համար,
ընդ որում ցանկացած տեղ։ Այս առումով կախված կլինի նաև թե այդ թվում նաև ենթադրում եմ ընդդիմադիր քաղաքական ուժերի գործողությունները կախված կլինեն թե իշխանությունը ինչ է անելու։ Այսինքն ինչքան էլ մենք ասենք որ մեկինը բարձրանում է, մեկինը իջնում է, ես միշտ ասել եմ որ ես Հայաստանում սոցհարցումներին չեմ հավատում, ոչ թե նրա համար որ չեմ հավատում սոցիոլոգիական կազմակերպություններին, այլ նրա համար որ ես չեմ հավատում որ մեր հասարակությունը ճիշտ է պատասխանում։ Որովհետև միշտ այդ վախը կա, որ իրենց հետևում են, բա որ հանկարծ այս իշխանությունից ելնի, բա որ հանկարծ էսի KGB-ից ելնի այս հարց տվողը, բա որ հանկարծ։ Դրա համար մենք գրեթե միշտ ունենում ենք շատ տարբեր պատկերներ։ Համաձայն եմ եւ Ան Քոչարյան, տեսեք, հաստորեն Այսինքն իրական պատկերը միևնույն է, մենք կտեսնենք հենց ընտրություններից հետո։ Այո, այսինքն արդյունքում մենք տեսնում ենք, որ ես համաձայն եմ, որ ի վերջո նույնիսկ այդ քարոզարշավների ծափահարությունները, ողջույնները, տարբեր տեխնացուների կարող է բացարձակ ճիշտ չարտահայտի քվե տալու ուրեմն փաստին թե ինչ են տալի եւ ամենևին որովհետեւ ամենևին մենք մեր ժողովրդին լավ չենք ճանաչում, մոտավորապես ֆորմուլան է դա, որ մենք մեր ժողովրդին լավ չենք ճանաչում։ Շատ բարի։ Հիմա մի փոքր ամփոփենք այս փոքրիկ թե Գյումրիի հետ կապված խնդիրը, հարցը ըստ երևույթին մեր ժողովուրդը կսպասի, որ տեսնում եք, չէ՞, մեկ-մեկ տարբեր կայքերով ուղիղ միացում են տալիս տարբեր ընտրատեղամասեր, հերթով սկսում են կարդալ։ Այսինչյան այսինչ, սկսում են արդեն առաջի տպավորությունները, չասեն, որտեղ այնտեղ exit poll-ի մասին չասենք, լավ, Ան Քոչարյան, հիմա անցնենք մեկ այլ թեմայի, ի վերջո մենք հիմա եկեք կենտրոնանանք, հասկանանք այսպես հարևան երկրում այսպես կոչված, որ մի քանի կիլոմետրի վրա մենք տեսնում ենք, որ Թուրքիայում ինչա կատարվում։ Մենք տեսնում ենք, որ Ստամբուլի քաղաքապետի ուրեմն ձերբակալության կալանավորման հետ կապված Փաստորեն տարբեր քաղաքներում ժողովրդ հանրապետական կուսակցությունը, որ ընդդիմադիր է, ուրեմն 17-18 միլիոն մարդիկ ուրեմն այս պայդրությամբ դուրս են եկել փողոց։ Բավականին արդեն գործընթացները ոնց որ անկառավարելի ուրեմն տեսք են ստացել, այստեղ երկու հանգամանք կարևոր ենք։ Մեկը այն, որ ուրեմն սա ամենահավանական ռեալ տեխնացուներ Էրդողանի ուրեմն դեմ, ուրեմն 27 թվին արտահերթ ընտրություններ պետք է լինեն, 28-ին է ընտրություն, բայց 27 թվին արտահերթ ընտրություններ են նախատեսվում եւ պրայմերիզով, ուրեմն այս Ստամբուլի քաղաքապետը պետք է առաջադրվի։ Պաշտոնապես հայտարարվել է 27 թվի արտահերթ։ Ենթադրաբար է։ Այդ ժամկետները, չէ, պաշտոնական չկա։ Ժամկետներ է նշում, բայց պրայմերիզ ընտրություն կար։ Եվ բնականաբար դրան նախորդեց ընդամենը մի քանի օր առաջվա այդ կալանավորումը Ստամբուլի քաղաքապետի, բայց ստեղ մեկը դա է եւ երկրորդը նա է, որ շատ հետաքրքիր է, որ Թուրքիայում Ստամբուլի, Անկարայի նման խոշորագույն քաղաքների քաղաքապետերը, այո, դրանք ուրեմն ընդդիմադիր կուսակցությունից, ընդ որում կուսակցությունից են, ընդ որում մեկ անգամ Ստամբուլի քաղաքապետին պաշտոնանկ էին արել եւ երկրորդ անգամ վերընտրվել էր ինքը։ Այսինքն դուք ո՞նց եք գնահատում, մի կողմից մենք նայենք հայ-թուրքական հարաբերությունները չքննարկենք այդ կոնտեքստում, քննարկենք առանձին թե ինչ է կատարվում այնտեղ եւ երկրորդը արդեն դրա հետևանքները կարող են քննարկել ուրեմն դեպի Հայաստան։ Խնդրեմ։ Գիտեք, չխորանալով այդ դավադրությունների տեսության մեջ, բայց չնկատել, որ Թուրքիան վերջին շրջանում փորձում էր ռեգիոնալ լիդերից հեգեմոն դառնալ աշխարհաքաղաքական լիդեր, դա դուրս չէր գալու հաստատ աշխարհաքաղաքական այլ կենտրոններին։ Մյուս կողմից փաստ է, որ ցանկացած երկրում, հա, երբ լիդերը ինչքան էլ ենթադրենք պետության համար մեծ բաներ է արել, երբ շատ է մնում, հոգնում է հասարակությունը այդ լիդերից։ 23 տարի։ Արդեն 23 տարի է։ Այսինքն Էրդողանից Թուրքիայի ներսում կա հոգնածություն։ Ինչը շատ նորմալ է, նորից եմ կրկնում, դա միայն Թուրքիայում չի, դա ցանկացած տեղ է։ Սրանից օգտվելով ես կարծում եմ աշխարհաքաղաքական կենտրոնները
կարողացան լավ օգտագործել, այդ թվում նաև օգտագործելով Սիրիայում Թուրքիայի դերակատարումը, որտեղ Թուրքիան կարծես թե ընկավ թակարդը, որովհետև թվում է թե հաղթել է, բայց իրականում կարծում եմ խլվել է շատ մեծ խնդիրների մեջ։ Եվ Լաթաքիայի այս դեպքերը հենց դրա մասին էին խոսում, որովհետև այս դեպքերից առաջ ընդամենը մի 10 օր առաջ Լաթաքիայի դեպքերն էին, որտեղ խնդրեմ ունեին թուրքերը, որովհետև դա թուրքական հատվածն էր Սիրիայի։ Այո։ Շատ հետաքրքիր բան կատարվեց եւս այս դեպքերից մի քանի օր առաջ, հենց այդ Լաթաքիայից առաջ էր դա, երբ Օջալանը հայտարարեց, որ քրդերին կոչ արեց, այսինքն այս ամեն ինչը ես չեմ կարող դիտարկել առանձին։ Այս ամեն ինչը պետքա դիտարկել կոմպլեքսի մեջ։ Չի կարող պատահի Օջալանի նման կերպարը, որը Օջալանը կարծեմ 99 թե 2000 թվականից նստած է, էլի։ Արդեն 25 տարի։ Երբ արդեն 30-40 տարի պայքարող մարդը կոչ անի, վայր դնեն քրդերը զենքերը, չի լինում այդպես։ Այստեղ պարզ է, որ ընդհանուր ինչ-որ մի սցենարի տարբեր հատվածներ են։ Երբ այդ մոզաիկան կշարվի եւ ինչպես կշարվի։ Շատ բարի։ Պարոն Քոչարյան, տեսեք, հիմա իսկապես մենք ինձ թվում է, որ այդ ծավալի տասնյակ միլիոնավոր մարդկանց ուրեմն դուրս գալը փողոց ըստ երևույթին անհետևանք չի անցնի, բայց այդպես անշնորհակալ գործ է, մենք բան չանենք, որ Էրդողանն էլ վարպետ է ճնշելու շատ այդ տիպի բաներ, բայց մի բան ինձ Նո, այս տիպի բաներից այդքան վարպետ չի, մի բան է, երբ ներքին ես ասեմ մի հետարքիր բան, միշտ երբ որ ընդդիմությունը մեծ հանրահավաք էր անում, ընդունեք Տաքսիմի հրապարակում Ստամբուլի, կողքի հրապարակներում Էրդողանն էր հավաքում, դրանից 2 անգամ շատ։ Եվ վերջին անգամ ես տեսա, որ չեղավ։ Նա Կիրակի օրը խոստացել էր, որպեսզի մեծ հանրահավաքանի չստացվեց։ Դա նշանակում է, որ ինչ որ մի բան արդեն այնտեղ ոնց որ կոտրվում է։ Բայց սպասենք դեպքերի ընթացքին։ Հետո ամեն անգամ դա լինում էր միայն Ստամբուլում, եկեք չմոռանանք։ Հիմա մասսայական բոլոր Իզմիրում, Անկարայում, այնտեղ այլ մեծ քաղաքներում, Այսինքն խնդիրը Ստամբուլի քաղաքապետի միայն կալանավորումը չէ, խնդիրը արդեն այդ հոգնածությունն է, գլոբալ հոգնածությունն է, որ արդեն հասել է ոսկորին, ու այդ որ մենք սենց ենք, չէ՞ մեկ անում, ժողովուրդ դուրս եկեք, պետք է այ մարդ չէ, էլի պետք է այդ բանը հասունանա, մտնի երակների մեջ, մտնի մարմնի մեջ, նոր ինչ որ լինի։ Հիմա լավ, ես բացարձակ չեմ ուզում դա համեմատության ինչ-որ եզրեր գտնեմ մեր երկրի հետ, բայց մենք հետ գալով այս Հայաստան, Եվրամիություն եւ ԵԱՏՄ Հայաստանի անդամության այդ խնդրին մեկ բան պետքա մենք հստակ ասենք, ինչքան էլ այս թեմա շատ է արծարծվել, քննարկվել, որ երկու միության մեջ խոսքը գնում է տնտեսական միության։ Անհնար է, այդպես բան չկա, որ Հայաստանը լինի ԵԱՏՄ տնտեսական միության մեջ եւ հետագայում լինի ԵՄՆ-ը համ քաղաքական, համ տնտեսական։ Այսինքն ի վերջո ինչ որ պահի պետք է կողմնորոշվի, դու որտեղ ես։ Հիմա այս առումով ես պետք է ասեմ, որ բնականաբար տնտեսական եւ բարձր սոցիալական հետևանքները շատ տխուր առնելու Հայաստանի համար, բայց այսպես ոնց որ այդ եվրոպական արժեքներին ինտեգրվելու, ընդունելու այս հանգամանքը բերում հակադրվում է ռեալությունների հետ։ Հիմա ինչ եք կարծում, ի վերջո, այս որ ասում եմ մեկնարկ դեպի ԵՄ, վերջը ինչ ալնելու դա։ Ինչ է նշանակում մեկնարկ։ Այդ արդեն ես եմ կուզենամ իրանցից հարցնել։ Ես այդ պետք է Այսինքն այս process-ը ինչ որ ձևով կսարի, կընդունեն, բայց հետո հանրաքվե պետք է լինի, թե ինչ պետք է։ Ես կարծում եմ դա ներքին սպառման ինչ որ հերթական պոպուլիզմ է։ Բայց հանրաքվեն էլ։ Ինչի հանրաքվե։ Բայց հետո հանրաքվե չի լինում, որ այդ ԵՄ-ի այդ օրենքը պետք է տանի հանրաքվեի։ Երևի ենթադրվում է, որ պետք է տանի հանրաքվեի։ Ես կարծում եմ, որ դա չի լինելու, որովհետև հələ մի հատ սահմանադրության հանրաքվե թող անի, հետո նոր Շատ բարի։ Հիմա այդ լավ դուք ուրեմն տեղին մեջբերում արեցիք, մենք տեսնում ենք, որ խաղաղության համաձայնագիր է, թե պայմանագիր, միգուցե համաձայնագիր, տարբեր կառույցներ, տարբեր երկրներ անդադար ասում են, ողջունում են, որ տեսեք ինչ փաստաթուղթը արագ թող Ադրբեջանը ստորագրի, մի կողմից դրա մասին հայտարարում, մյուս կողմից մենք տեսնում ենք, որ Գորիսում եւ այլուր կրակոցներ են հնչում, ասենք երկու եւ Ադրբեջանի կողմից շատ պաշտոնական Սոտքում միջև այդ այո հնչեցվում է, որ հոնոր չենք ասել սահմանադրություն փոխեք 2.5 տարի ասում ենք սահմանադրությունը փոխեք Մինսկի խումբն էլ լուծարեք
Հիմա դուք ինչ սցենարներ եք տեսնում, այսինքն այդ գործընթացները մյուս կողմից իշխանությունը ասեց ոնց որ դեպի 27 թիվ սահմանադրությունը։ Դուք գործընթացների արագացում կանխատեսում եք այդ առումով։ Գիտեք, կանխատեսելը իմ գործը չի, ես չեմ սիրում կանխատեսել, ես սիրում եմ վերլուծել, հա։ Եթե հաշվի առնենք, որ երեք Ռուբիոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ռուբիոն հատուկ շեշտել է Հարավային Կովկասում, հա, այդ ստաբիլության բանը, ենթադրում եմ, որ նաև Ադրբեջանի վրա ճնշում կա, եթե հաշվի առնենք, որ նաև մի 10-15 օր առաջ Վոլցը որ թռավ Բաքու։ Այո, այո։ Կա ճնշում, որպեսզի այստեղ Հարավային Կովկասում շատ փխրում, բայց այնուամենայնիվ այս խաղաղությունը հանկարծ չխախտվի։ Թեև կարծում եմ Ադրբեջանը շատ կուզենա, որպեսզի հնարավորինս մաքսիմալ, եթե հնարավոր է մինչև վերջ ամեն ինչ քամի։ Կթողեն թե չեն թողի, այս բարեբախտաբար արդեն ամեն ինչ չի որ իր օգտին է։ Հա, որտեվ այն ինչը որ ինչու են փորձում զսպել։ Տրամպի հիմնական խոստումներից մեկը խաղաղությունն է, ինչը նա հիմա շատ արագ փորձում է ստանալ Ուկրաինայում, բայց միայն դա Ուկրաինան չի։ Դա եւ Հարավային Կովկասն է, եւ Մերձավոր Արևելքն է, այդ թվում նաեւ թեև հա Իսրայելը առավելագույնս ագրեսիվ է տրամադրված, այդ թվում նաեւ Տրամպն է ասում, որ Գազա չպետք է լինի, այնտեղ պետք է լինի կուրորտ, եսի ինչ ես։ Այնուամենայնիվ փորձելու են այս հատվածը գոնե ինչ որ կլինի դա ժամանակավոր, ես չեմ կարող ասել, թե դա Աստված երկարատև, այնուամենայնիվ փորձելու են պահել ստաբիլություն։ Այո, բայց Գազայի մասով ներողություն, միգուցե շատերի համար այդ աշճանի հետաքրքրություն չներկայացնի, Տրամպը հետեւյալ միտքն ասել, որ այնքան ավերածություններ կան այդ ամբողջ տարածքում Գազայի, որ անհնար է, որ համ մարդիկ ապրեն, համ վերակառուցում, պետք է մարդիկ գնան, նորտեղ այլ կառույցներ լինեն, այդ հանգստավայրի հասկացությունը գալիս է։ Հասկանալի է, ես հասկանում եմ, դե ինչ որ մի ձև պիտի բացատրի ինչու է այդպես ինքը բան անում։ Դե հիմա այդպես է բացատրում, դա էլ քաղաքական գործիչների գործն է, հա, բացատրել այն, ինչ որ անբացատրելի։ Ինչ որ անբացատրելի է։ Բայց ուզում եմ ասեմ, ինչքան էլ այստեղից Նիկոլ Փաշինյանը օրը 2 անգամ ասում է, որ երևի թե պատրաստ է միակողմանի ինքն էլ ստորագրի, թեև դա ումա պետք լինելու այդ միակողմանի ստորագրածը, չնայած ես համոզված եմ, որ երկկողմանի ստորագրածն էլ է դա ընդամենը թուղթ լինելու, թղթի կտոր, եթե չլինի երաշխավոր։ Որովհետև ցանկացած փաստաթուղթ առանց երաշխավորների դա ընդամենը թղթի կտոր է։ Ադրբեջանն էլ կուզի մաքսիմալ, որովհետև տեսնում եք, թեև հենց առաջինը Ադրբեջանը հայտարարեց, որ մնացած 2 կետն են արդեն համաձայնեցված եւ պատրաստ է այդ համաձայնագիրը, ոչ թե պայմանագիրը, արդեն պայմանագիրը դառավ համաձայնագիր ստորագրվելու, բայց հենց նույն օրը նոր պայմաններ դրվեցին։ Սահմանադրություն Մինսկի խմբի լուծարում, ահա։ Բայց նրանք ասում են 2.5 տարի արդեն։ Ավելին ասեմ, եթե հենց հիմա վաղը չէ մյուս օրը էտել ընդունի, ուրիշ պայման է լինելու։ Որովհետև ես վստահ եմ, որ օրինակ Ռուսաստանին օդու ջրի պես պետք է 9-րդ կետը նոյեմբերի 9-ի փաստաթղթի, որի մասին չեն թաքցնում, հա, Լավրովի մակարդակով, Պեսկովի մակարդակով, եթե չեմ շփոթվում մի անգամ էլ Ուշակովն էր ասել, այս մակարդակներով հայտարարվում է դրա մասին։ Հապաշրջափակման, այո, կոմունիկացիաների։ Անունը ինչ ուզում եք դրեք, դա 9-րդ նոյեմբերի 9-րդ, իրանք ասում են 9-րդ կետը պետք է կատարվի։ Այլ հարց է, որ ոչ ոք չի հիշում, իսկ այդ նույն փաստաթղթի առաջի 8 կետերում ինչ էր։ Ինչ էր, հա։ Հիմա գերիները բոլորը ասել են։ Ու ինչի չի կատարվել դա։ Այո, այո։ Փոխանակ մեր կողմը բարձրացնի հենց այդ հարցը,
ինքը մոռացության է տալի դա։ Շատ բարի, պարոն Քոչարյան, տեսեք, այս թեմաների շուրջը բազմաթիվ մեկնաբաններ, վերլուծաբաններ, պատգամավորներ, տարբեր պաշտոնյաներ այս թեմաները այս կամ այն կերպ շատ արծարծում են եւ ազգային ժողովում ամենաբարձր մակարդակով երեք հենց հայտարարվեց, որ Ղարաբաղյան պայքարը, Ղարաբաղյան շարժումը միշտ օգտագործվել է մեր պետականության չկայացման համար, պետականության չկայացման։ Հիմա տեսեք, այսինքն մենք հիմա հայտնվել ենք մի այսպես պաշտոնական կարծիքի տիրույթում, որը ըստ էության մերժում է այն ամբողջ կենսագրությունը նորանկախ հանրապետության սկսած 88 թվականից, երբ որ անկախություն չկար, այն պայքարը, որը տարվել է հանուն, այսպես ասած, ազգային ազատագրական պայքարի։ Ազգային ժողովում հնչեցվեց այդ միտքը հարց ու պատասխանի ժամանակ։ Հիմա, չէ, ես ուրիշ բան եմ ասում եմ, այդ ընկալումը ոնց է ընկալվում եւ արդյոք մեր ժողովուրդը, ասենք թե, ես չեմ հասկանում, հիմա որ Թուրքիայի մասին խոսեցինք, ասում ենք այդքան մարդ դուրս եկավ։ Հիմա ասենք հերթական անգամ հեսա եղանակները տաքացան, Գյումրիի ընտրությունը կվերջանա, բնականաբար ընդդիմությունը իր պայքարը ուրեմն կազմակերպելու է։ Չեմ կարծում թե սուսուփուս տենց ինչ որ մամուլի ասուլիսներ անեն, ինչ որ կարծիքներ հայտնեն եւ այլը, չէ։ Հիմա ասենք թե ինչ եք կարծում, կարող է մի շարժում էլ առաջանա տենց մի 10,000-անոց, 5,000-անոց ման գանելի փողոցներով ինչ որ կոչեր անեն, բան, ասենք մի երկու ամիս տևի, որ արդեն շատ շոկ լինի, արդեն 30 աշճանից անցնի, ասեն դե լավ, տակ համառա գնում ենք սեպտեմբերին արդեն դե քիչ ամենացել հերթականին։ Տենց սպասումներ ունեք։ Պարոն Մելքումյան, մենք արդեն ամեն ինչ տեսել ենք եւ ես ոչինչ չեմ բացառում։ Ես չեմ ասում այդպես կլինի, բայց ես ոչինչ չեմ բացառում։ Ի նկատի ունեմ Թուրքիայի նման տես դուրս չեն գա 100,000։ Կարող է եւ դուրս գանք։ Ես չասեցի, որ այդպես չի լինի ընդհանրապես, բայց բացառել, ես ոչ նա եմ բացառում, ոչ նա եմ բացառում։ Բայց մնում է իրավիճակը մենք ապրում ենք մի հատ ժամանակ, ես դա ասում եմ, հա, հետ տրամպյան ժամանակաշրջան, երբ ոչ թե հետ տրամպյան, այլ Տրամպից ընտրվելուց հետո։ Այս ժամանակաշրջանը, երբ տեսեք, ընդամենը 2 ամիս է, որ Տրամպը նախագահ է։ Հələ տեսեք ինչ տեկտոնական փոփոխություններ է եղել ամբողջ աշխարհում։ Ու քանի որ մենք այդ այս process-ների նաև ոչ ամենամեծ, բայց թեժ կետերից մեկն ենք, մենք չենք կարող չլինել այդ ընդհանուր փաթեթի մեջ։ Հա, ասինքն այս կամ անկերպ մենք այդ փոփոխությունների ծիրում ենք ելնելու, բայց ինչ տիպի, հələ մենք չգիտենք դրա մասին։ Ինչ տիպի ցավոք սրտի մենք այն վիճակում ենք, որ մեզանից ոչ ոք ոչինչ չի հարցնում։ Շատ բան։ Հիմա մենք, քանի որ միգուցե իմ ավելի նախասիրությունների մեջ է, միգուցե ձեր համար այդքան սիրելի թեմա չէ, մի քիչ անդրադառնանք երկու խոսքով, թե ի վերջո է ժողովուրդը ապրում է, չնայած այս մեծ քաղաքականության մասին բաներ ենք ասում վերջում, ի վերջո ժողովուրդը իր կյանքով ապրում է, եւ այդ իր կյանքով ապրելու ընթացքում հարկեր ամուսում, չգիտեմ, հայտարարագրեր պետք է լրացնի կամ չլրացնի, չգիտեմ, էլ ինչ կա այնտեղ, աղբահանությունը, որ անձով է, որտեղ աղբը անձն է, չէ՞ առաջացնում։ Հիմա քառակուսի մետրով է, ասինքն թե մարդ չի ապրում, կամ մի հոգի ապրում, պետք է մուծի մի 10 հոգու տեղ։ Այսինքն աղբը առաջացնում է անձը, բայց պի քառակուսի մետրով մուծի։ Գույքարկը 4 անգամ հեսա մտնում է 26 թվից ուժի մեջ, էլ ինչեր կա։ Տարբեր շրջարկը 2 անգամ, ոնց որ էլ զենզուն չեն անում այդ շրջարկի մասով պայքարում են, թե չէ չեմ մանում, այսինքն կամաց այդ տնտեսական օղակը մի քիչ գալիս է սեղմվում է, մենք տեսնում ենք, որ հունվար-փետրվար ամիսներին արտաքին առևտրաշրջանառությունը 40-50%-ով տարբեր ցուցանիշներ իջել են, տնտեսական ակտիվության ցուցանիշը արդեն, երբ որ ասենք այնտեղ չգիտեմ 7-8, ոնց որ թե 4-1% է իջել, հա, այսինքն կամաց ցուցանիշները գավիժում են եւ սոցիալական առումով բարձր սոցիալական այս բողոքների հիմքում սոցիալական բունտեր չկան, մեր ժողովուրդը հարմարվում է, ասում է հանուն, չգիտեմ, խաղաղության, կայունության։ Այնուամենայնիվ դուք որպես քաղաքացի Հայաստանի, ինչ եք զգում այդ սոցիալական, տնտեսական վիճակի հետ կապված, ինչ զգացումներ ունեք։
տեսեք, դա էլ ինչպես եւ բանը, դա էլ է, հա, ինքը կամաց է։ Կուտակվում, հասունանում է։ Եվ ես կարծում եմ, որ սովորաբար ժայթքումները լինում են, երբ բոլոր կետերը գալիս մի կետում հատվում են։ Քաղաքականը, անվտանգայինը, սոցիալականը, անգամ սպորտայինը, ֆուտբոլայինը, հա, ուզում եմ ասեմ, այսինքն մոռացա դրա մասին։ Չէ, այս ամեն ինչը երբ գալիս մի կետում հատվում են, լինում է ժայթքում։ Ես չգիտեմ եկել այդ պահը, որ հատվի, թե չէ, բայց որ կա մասսայական դժգոհություններ, մենք դա տեսնում ենք տարբեր ոլորտներում, արդեն կամաց, բայց մի քանի տարի շարունակ, հա, տաքսիստներ, գյուղատնտեսներ, ֆերմերներ, չգիտեմ, սպանդանոցներ, արցախցիներ, նա ինչ որ մարտի 29-ին բան են լինելու, տարբեր ուզում եմ ասեմ, ավտոբուսի վարորդներ, տաքսու վարորդներ, այս ամեն ինչը թվում է թե քիչ տարբեր տերեր են իրանք փոքրիկ բաներ են, էլի, փոքրիկ հրդեհներ են, ոչ մի բանը չի հաղթահարվում, այդ դրանք, հա, այն ասենց վերքի նման, արունահոսող վերքի նման դրանք մնում են, այլ հարց է, կարող է այդ պահին այն մեծ երակը չի արունը տենց շատ չի հոսում, բայց ինքը մնում է, ինքը վերք է միևնույն է։ Այդ վերքերը, երբ որ պատվում է ամբողջ օրգանիզմով, դա դառնում է խնդրեմ արդեն։ Ես կարծում եմ, որ այո, ես չէ, որ ձեզ պետք է ասեմ, ես չեմ սիրում մտնել միտեղ, որից ես կամ չեմ հասկանում, կամ գոնե դիմացինից չափ չեմ հասկանում, բայց պարզ է, որ մի երկիր որտեղ տնտեսությունը այդ պետք չի լինել տնտեսագետ, հա, հասկանալի է, որ 24 թվականին սարսափելի մեծ զուգահեռ էքսպորտ-իմպորտ է եղել կապված Ռուսաստանի 23-24-ի առաջի կեսը, այո, վերարտահանում կամ, հա, որովհետև այնտեղ ինձ թվեր ցույց տվեցին, ասենք, տեխնիկան ինչքան է մտել Հայաստան եւ ինչքան է դուրս եկել։ Հայաստանը տեխնիկա արտադրող երկիր չի ու ոչ էլ այդքան սպառող կա Հայաստանում, որ բնական է, այդ տեխնիկան սպառեն, նույնը ենթադրենք, եթե չեմ շփոթվում, ոսկիներ, չէ, Ռուսաստանից եկել էր, հետո գնացել էր Դուբայ։ Այս այդ բանն է, հա, որ ասում է ձվի բուլյոնն է։ Վերջացավ։ Հա, այդ օգտագործել ենք այդ բուլյոնը։ Հիմա այդ էլ չկա։ Դու չունես արդյունաբերություն, դու չունես ռեալ գյուղատնտեսություն, այսինքն գյուղատնտեսությունը կա այնքան, ինչքան որ եղել է։ Միշտ։ Դու նոր ինչ որ տնտեսություններ չես ստեղծել, առաջադեմ բանի համար խոսացել ես, բայց գործնականում ոչինչ չես, արել միշտ լսում ենք, չես, արդեն 10 տարի եմ ես լսում եմ կաթիլային բան, խելացի ֆերմաներ, ինտենսիվ այգիներ, ինչ ասես լսել ենք, բայց կարող է ձևի համար, ոնց որ հիշում եք, որ ձևի համար գնացին ինչ որ ժապավեններ են կտրում, որ ավտո են արտադրում, չգիտեմ, ռակետ են արտադրում, էս են անում, են անում։ Ավտոն սեպուհ մեկ թե ինչ, հա։ Չգիտեմ, սառնարան ենք արտադրում, էս են հասկանալի է, որ սա բլեֆ է եղել մեզ։ Նույն բլեֆը այս թվերն է։ Ու նորից եմ կրկնում, ես չէ որ ձեզ դա պետք է ասեմ, այդ դուք ավելի շուտ ինձ կբացատրեք։ Պարոն Քոչարյան, տեսեք, իսկապես երբ որ տնտեսության ճյուղերի մասին ասեցինք, միգուցե մարդու լեզուն էլ չի պատտվում, ասում է թե այնքան մեծ է այդ արտաքին քաղաքական, անվտանգային, ներքին քաղաքական հարցերը, որ մի ձևի ասում ես, այս տնտեսական հարցերը կարող ես հետարքիրել, չի թե հետարքիր է։ Ոնց կարող է հետարքիր չլինի, եթե որ մարդ ամեն օր հաց է ուտում, մեկը պետք է ուտել, չէ։ Հիմա անընդհատ այդ գեներացիան գնում է բանի վրա, որ տնտեսական հարցերն էլ հետին պլան մղվեն, որ շատ չկենտրոնանան։ Հիմա տեսեք դուք ասում եք, չէ, հիմա 40-50% արտաքին առևտրաշրջանառության անկումը հունվար-փետրվարին։ Հասկանալի է, որ 24 թվականի հունվար-փետրվար մարտ ապրիլ մինչև մայիս եղել է այդ վերաարտանման մեծ ծավալը, հեսա կգա մայիս-հունիսը, երևի
մեր պատկան մարմինները պետական սպասում են, որ բազան ընդեղ արդեն իջել է անցյալ տարվա։ Այդ իջած բազայի վրա անկումը մի քիչ կքչանա, բայց լայն առումով հասկանում եք, չէ՞ ինչ։ Հունվար փետրվար մարտը մեծ տրիումֆ ա եղել, այդ վերա հիմա ստեղ -40-50% անկումը որն է։ Բան բլեֆն է, էլի, որ ասում են մենք արտաքին պարտքը այսքան չի, այսքան։ Չեն ուզում ասեն, որ այն պարտքը, որ ներքին է, այո, այդ շատ ավելի մեծ տոկոսներով է, քան արտաքին պարտքը։ Հիմա նույնիսկ դրա հետ կապված անդրադառնալով հələ մի հատ այդ վերջացնենք այդ մինուսը մեծ անկումը տասնյակներով, փաստորեն տոկոսներով, էլի տասնյակ։ Ուրեմն անկում դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ ուրեմն ֆինանսական մուտքերը պետական բյուջե եւ ընդհանրապես տնտեսության վրա դա ազդեցություն մենակ բյուջեն չի։ Այսինքն ինքը, եթե դուք հիմա հարցակ տարբեր բիզնեսմենների հունվար-փետրվարը ոնց ա եղել, շատ վատ ա եղել, բոլոր գործը, բայց հանկարծ չասեմ, որ ամեն տարի էլ հունվար-փետրվար միշտ վատ ա ալնում, ու հետո սկսում է։ Հանկարծ նորից չփոթեն, որ կաֆեներում, բաներում, կասկադներում, ստեղ-այնտեղ կենտրոններում նստած են, ասում են դե ինչ կա։ Դες բան չկա, դա վերջացել է։ Դա արտաքին շղարշն է։ Հիմա գալով Պարզ է, եթե բյուջեն թեր հավաքագրվում է տարբեր պատճառներով, մի պատճառ չի, ամենատարբեր պատճառներով, բնականաբար պետք է փող ճարես, որ բյուջեի նախատեսված բյուջեն օրենք է, չէ՞, այնտեղ կան մեր բյուջեն ծրագրային է, այսինքն բյուջեն հենց այնպես փող չեն տալի առ։ Դա ասում են, այս ծրագիրը, այս էլ բյուջեն, չէ՞։ Հիմա այդ ծրագիրը եթե չկատարվեց, դա օրենքի կոպիտ խախտում է։ Այսինքն քրեական գործ կարող է արեցի, որ եղբայր դու այս բյուջեով ծրագիրը օրենք է, չես արել, ինչի՞ չես արել, բայց որ փող չկա, ինչ պետք է անեն, պարտք։ Պարտքը արտաքին պարտքը հիմա եվրոբոնդերը վերցրեցին պարտատոմսերը թողարկվեց 7.1%, մենակ Կոտ դ'Իվուարն է աֆրիկյան երկիրը, որ այդ տոկոսով 7%-ից ավել այդ սահմաններում մնացածը 3%, 4% մաքսիմացա անհասկանալի է թե ինչ տոկոս է, եւ երկրորդը 13 միլիարդ դոլարը անցավ մեր պետական պարտքի։ Հասկանում եք 13 միլիարդ դոլարը դա նշանակում է, որ ամեն տարի սպասարկում Այո, պետական բյուջեում քանի 100 միլիոն դոլար դու պետքա դնես, որ այդ արտաքին ընդհանրապես պետական պարտքը սպասարկի 1 եւ երկրորդ։ Իսկ դրա մեջ մոտ 60%-ը ներքին պարտքն է։ Այդ 13 միլիարդի մեջ 60%-ը ինչ տոկոսներով է գիտեք, պարոն Քոչարյան։ Դա մայ հենց նոր էդ էի ասում, արտաքին 14%։ Այդ որ ուրախանում են, որ արտաքինը այդքան շատ չի, ներքինը ավելի շատ է տոկոսը։ Դու սպասարկվի դա։ 14%, այսինքն դու եւում ես հարստացնում բանկերին։ Այսինքն այդ կարճաժամկետ կամ միջնաժամկետ պարտատոմսերը գնում են բանկերը, սիրով գնում են, հա, ասինքն որտեվ երաշխավորված բյուջեն իրենց տոկոս է տալի։ Այդ փողերը գնում է բանկերը եւ մենք մի հատ իմպերիա ենք ստեղծել sense բանկային համակարգ, որտեղ ես չեմ էլ ուզում անդրադառնամ մեր ընդհանուր վարկային պորտֆելին, որ այսօր 10 տրիլիոն համախառն ներքին արդյունքի մեջ 6 տրիլիոնը վարկերն է, ու դրա կառուցվածքն է։ Ես ճիշտն ասած ամենևին դեմ չեմ, որ բանկերը շատ լավ իրան զգան, իսկ ինչի բանկը բիզնես է։ Եթե բանկին պետությունը այդ հնարավորությունը տալիս է, ինչու պետք է բիզնեսը չօգտվի։ Հասկանալի է, բայց այդ բանկն էլ պետք է ֆինանսավորի տնտեսությանը, չէ՞։ Այդ տոկոսը ի՞նչ է նշանակում։ Իդեպ հենց դրանից է բանկերն էլ են բողոքում։ Հա։ Բանկերը շատ են բողոքում, այնպես չի որ իրանց վիճակն էլ է վատացել։ Չէ, որ իրանք ունեն մեծ կապիտալիզացիա հենց նրա հաշվին, որ փող վերցնող չկա, բան չկա, այսինքն աշխուժություն տնտեսական գոյություն չունի։ Քոչարյան 6 տրիլիոն վարկային պորտֆելի մեջ, տեսեք, համախառն ներքին արդյունք 10.5 տրիլիոն, մոտ միջև 6 տրիլիոն ընդհանուր վարկերը։ Այդ վարկերի 51-2%-ը սպառողական վարկեր են, ասենք մարդ որ վերցնում է 500,000, 1 միլիոն, միլիոնը մնացածը հիպոթեկային երևի։ Մեծ մասը մի 42-3%-ը հիպոթեկները, այն մնացած մի 3-4%-ը նոր բիզնես վարկեր են։ Եվ արդյունաբերության մեջ կարող է մի 150-200 միլիարդ դրամ լինի ընդհանրապես։ Այսինքն դու իսկ որտեղ է արդյունք ավելացնեցում ավելի շատ արտադրության մեջ։ Այսինքն դու մասնագիտական առումով պետք է ասես գյուղատնտեսություն արտադրություն։ Տնտեսության իրական հատվածը, որտեղ որ արդյունաբերություն, ավելի լարժեք է ստեղծվում որտեղ։ Դա չկա։ Այսինքն կամած մենք համախառն ներքին արդյունքում ով է տեսել արդյունաբերության տեսակարգշիռը հնայում, դա ալնի 9-10%։ Կամ գյուղատնտեսությունն էլի 8-9%։ Սա խայտարակ ցածր թիվ է, նշանակում է իրական սեկտոր փողեր չեն գնում, ինչքան էլ ձեր համար շատ հետաքրքիր չի։ Չէ, ինձ համար շատ հետաքրքիր է, ես մասնագետ չեմ բարձրապես։ Դե չէ ինձ միշտ ցանկացած
ցանկացած ինֆորմացիա, ցանկացած նոր գիտելիք ինձ համար միշտ հետաքրքիր է բանել։ Ուղղակի, չէ, ես բանով եմ ասում, որ միգուցե ես օգտագործում եմ իմ։ Չէ, նորմալ է, ես ինձ էլ է հետաքրքիր շատ։ Եվ սա խոսում է, որ առաջիկա 2-3 տարում սրա բացասական հետևանքները հետո է ալնելու։ Պարոն Քոչարյան, սրա բացասական հետևանքները մենք հետո ենք տեսնելու։ Իհարկե։ Դրա համար մենք պետք է այստեղ լրջագույն, մենք չգիտենք թե մեր երկրի ինչպես եւ դրականն է, թե բացասականը, թե դրականը միշտ ինչ որ ժամանակ է պահանջում։ Նույն 18-19 թվականի այսպես ասած բանը դա ամենևին այս իշխանության հետ կապ չուներ։ Ոնց որ Թուրքիայի process-ները։ Դա նրանք եկան պրոստը վայելեցին, այն ինչ որ մի 2-3 տարի արվել էր։ Բարձա։ Հա, հասկանալի է։ Ես գիտեմ, որ նույնիսկ հիմա Գյումրու ընտրությունների մասին ենք, չէ՞, խոսում։ Ես հիշեցի 16 թվականը ազգային ժողովում, որպես կանոն արտասահմանյան վարկային ծրագրերին ընդդիմությունը այն ժամանակ կարող է դեմ էր քվեարկում, անդադ, ոչ թե ասելու թե ինչի եք վերցնում, այլ որ այդ վարկերը նպատակային չեն օգտագործվում, բայց ես հիշում եմ, որ ես էլ ելույթ եմ ունեցել, որ Գյումրիին պետք է տրամադրվեր 23 միլիոն եվրո հատուկ վզեպից զարգացման եվրոպական բանկից վարկ, որի մասին եւ այդ փողոցները հիմա որ ասֆալտապատվում Ոչ միայն ասֆալտապատում են Գյումրի այն հատվածը, որը դարել է բավականին լուրջ տուրիստական։ Դա 23 միլիոն այդ եվրո մեծ թիվ չի, չէ՞, ասենք որ նայես 23, բայց դա կատարվել է հենց այդ վարկի հաշվին անպայման։ Պարոն Քոչարյան, դե ինչ վերջին հարցադրումը, որ ես կուզենայի դրանով մենք ամփոփեինք այսօրվա մեր հաղորդումը, դա այն է, որ միշտ քանի որ դուք աչքի եք ընկել ձեր յուրահատուկ մեկնաբանություններով, ավելի այսպես ոչ ստանդարտ հարցադրումներով, այնուամենայնիվ հիմա Գյումրիի ընտրությունը կկայանա, կանցնենք առաջ, արդեն գալիս է ապրիլ ամիսը եւ 26 թվականի հերթական ընտրությունները մնում է ըստ 1 տարի։ Այս 1 տարին մենք տեսնում ենք, որ ի վերջո իշխանության վարկանիշը բավականին գահավիժել է, բայց տենց չի որ անդիմադիրների վարկանիշներն էլ աճել է։ Սա էլ պետք է իմանանք։ Հիմա այս պարագայում միշտ ակտուալ հարցը, այսպես պար ժողովրդական լեզվով որ խոսում ենք, միշտ էս ա եղել։ Բա լավ, այս ղեկավարը չլինի, բա ով լինի, չէ՞։ Հիշում եք այն Լևոն Տեր-Պետրոսյանը, որ ընտրվում էր 91 թվին, ասում են, բա հա, Լևոն Տեր-Պետրոսյանը չլինի, Հայրիկյանը լինի, ով լինի, հիշում եք, բա այս ինչը չլինի, բա ով լինի։ Հիմա այդ հարցը պար ժողովրդական լեզվով սիրելի հայրենակիցներ։ Մենք պետք է հասկանանք, հիմա խաղադաշտում, եթե Պրեմիեր լիգայում է գնում, այս ամեն ինչը, ի վերջո նոր թիմեր, նոր դեմքեր կան, որտեղ ժամանակ չկա, այդ մի տարին շատ քիչ ժամանակ կա, որ դրանք առաջանան, էլի, այդքան այդպես բան լինի, էլի։ Միշտ ամեն ընտրության միշտ սենց է, չէ՞ լինում, մի հատ ինչ որ անսպասելի բան է առաջանում, լիդեր, որ ասենք մեկ տեսնում ենք, որ այսքան ձայն ստացան։ Հիմա դուք ինչ, էդ էլ ոնց որ ասում եմ անշնորհակալ, ինչ ենք անում, լավ։ Այս նույն խաղացողներն են Ես խաղում։ իհարկե միշտ գտնում եմ, որ ժողովուրդը իհարկե շատ մեծ գործոն է։ Ահա։ Բայց մեր նման ես նկատի ունեմ այս իրավիճակում, որտեղ կատարյալ քաոս է բոլոր ոլորտներում։ Անվտանգային պարզապես հա, այն որ ասում ոնց որ բան մաղ լինի։ Ամեն օր տեսնում ենք մեկը հրապարակից հա մի հատ ինչ որ ադրբեջանցի ելույթ ունենում, ասում է ես իմի 5 քաղաքում եմ, այն մյուսը ինչ արնում։ Այս պայմաններում, երբ որ դու որևէ բարձիկ չունես անվտանգային, ցավոք սրտի հեչ անպայման չի, որ ես բարդ բան եմ ասում, իմ համար էլ շատ, որ լիդեր դառնա այն մարդը, ում որ ճանաչում են։ Կարող է ստացվել այնպես, որ լիդեր դառնա մի մարդ, որին չեն էլ ճանաչում։ Հասկացա ես։ Ճիշտ է, իսկապես բարդ բան եք ասում, նույնիսկ մտքներում չլինի, որ այս ինչ մարդը կարող է առաջանալ։ Այո։ Փակագծեր չեք ուզում բացել։ Չեմ ուզում բացել։ Դե ինչ, սիրելի հայրենակիցներ, հենց տենց փակագծեր չբացելով, ես միշտ իհարկե, ես ճիշտ է, որ ասում պարոն Քոչարյանը միշտ յուրահատուկ ոչ ստանդարտ բաներ է ասում, տենց սпасելով այն լիդերին, որ կառաջանա
առաջիկա 1 տարվա ընթացքում, դե գոնե պետք է մի 2-3 ամիս առաջ առաջանա, պարոն Քոչարյան։ Կարոջանա։ Գոնե մի 2-3, այդքան ժամանակ տալիս եք, չէ՞։ Անգամ մի 4-5 ամիս առաջանա։ Դե ինչ, սիրելի հայրենիք, սպասենք այդ 4-5 ամիսը, то есть հասնենք միջև երևի հունվար-փետրվար ամիս կամ դեկտեմբեր-հունվար ամիս եւ տեսնենք, իհարկե, եթե արտահերթ ընտրություններ չլինեն, կարող անցնել, որ սահմանադրությունը շատ արագացված տեմպերով ուզենան այսպես ստարտ տան եւ ասեն գնում ենք առաջ, ինչևէ հանրապետությունում տեղի ունենում հետարքիր գործընթացներ, տարբեր գնահատականներ կան, տարբեր մոտեցումներ կան, համենայն դեպս մենք սպասում ենք Կիրակի օրվա Գյումրի քաղաքի ավականու ընտրությունների արդյունքներին եւ բոլորը ուշադիր են առաջի տեղամասերը որ բացում են, այսինչ ան, այսինչ ան, իրար հետևից որ ասում են, ահա, հələ տեսես ինչ անում։ Կարող են դեղել տենց ինչ որ մի հատ աննախադեպ։ Դե հին PR տրուկ է, էլի։ Այո, PR տրուկ է։ Շնորհակալություն պարոն Քոչարյան, շատ հետաքրքիր քննարկման համար։ Սիրելի հայրենակիցներ, մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։